Աստված օրհնի քեզ, որ դու այստեղ ես, Աստված օրհնի մեզ, որ 1000-ից ավել կիլոմետր ենք կտրել ու եկել ենք ձեզ հետ շատ հրաշալի ժամանակ ունենանք, ամեն, դու օրհնված ես, ինչի հաշվին, կամ ում հաշվին, ամեն, ով է սիրում Հիսուսին, Փառք Աստծո, Հիսուսի որ անկյունից ես սիրում, օրինակ շատ հավատացյալ գիտեք, որ անկյունից է սիրում, երբ որ ասում է դու լավն ես, այսօր մի հատ խոսք ստացա, ինձ Աստված ասեց, ես քեզ սիրում եմ, դու հարուստ ես լինելու, հավատացյալի օր ավարտվում է այն օրը, երբ որ Աստված ասում է բնավորությանդ վրա բան կա փոխելու, չգիտես խի մի տեսակ դիսկոմֆորտ ես զգում, դե ոնց կարելի է, չէ, այսքան տարի պայել եմ, այսքան տարի խնամել եմ այս բնավորությանը, հիմա էլ Աստված եկել ինձ ասում է պիտի փոխվես, ինչի հաշվին, խի կամ որ ինչ, նրա համար, որ ժառանգես արքայությունը, ամեն, ճիշտ ասած ես այսօր խոսալու եմ մի շատ հետաքրքիր թեմա, որ շատ սիրում եմ այս քարոզը, ու որ Տերես վերջերս տվեց, ինքը շատ համ զավեշտալի է, համ լացացնող է, նայած դու որ տեսանկյունից ես սա նայում, բայց ես հավատում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք, դուք լավ քահանայական ազգ եք, թագավորական ցեղ, ու որ այս ինչ որ մենք խոսում ենք առաջին հերթին մեր կյանքի մեջ ենք փորձում կիրառել ու ամեն օր մենք մեզ ոնց ասած համ նախատում ենք, համ դաստիարակում ենք, համ վերանայում ենք մեր անցած ճանապարհը, չէ, ասում եմ մեղքեր կան, որ հայտնի են, մեղքեր կան, որ քո հետևից պոչի պես գնում է, գալիս է ուր գնում ես ինքը քո հետևից գալիս է, բայց դրան կտրել է պետք չէ, որ այդ հետքը չբերի, երբ որ Հիսուսն ասեց, այս օդի իշխանը գա, իմ դեմ բան չունի, կարաս ասես այդ բանը, չեմ ասում կրկնես, կարաս քո կյանքի մեջ այս խոսքը ասես, այս օդի իշխանը, ով է այս օդի իշխանը, երեխեք դուք գիտեք ով է այս օդի իշխանը, դու գիտես, հա, ով է, այս օդի իշխանը ով է, ապրես, երեխեք չգիտեն, որ ով է այս օդի իշխանը, թե հայերեն չեն լավ հասկանում, միգուցե, ամենայն դեպս, այս օդի իշխանը սատանան է սիրելիներս, և նա ամեն անգամ, ինչ որ դու վատ բան անում ես, նա լավ բաների հետ արձանագրություն չունի, ինչքան քո կյանքում վատ բան կա ինքը գրի առնում, իսկ գիտես չէ, հայտնության գրքի մեջ ինչ ասում, և բացվեցին կյանքի գրքերը, և այնտեղ գրված էր մեր ինչը, բացի անունները, մեր կյանքի ամեն մի լավ վատ, և այնտեղ լինելու ամենաճշմարիտ դատաստանը, դրա համար մենք պիտի ամեն օր, օրեցօր, ժամ առ ժամ, վայրկյան առ վայրկյան, աշխատենք մեր բնավորության վրա, որովհետև հենց մեր բնավորությունն է մեզ խանգարում, Հովնանը բնավորություն չուներ, չէ, մուննատ, ինչ անում էր Աստծու վրա մուննատ էր գալիս, են մի հատ դդմեն ու Աստված մուննատ եկավ, որ շոք այս ինչ վիճակ Աստված մի հատ դդմենի աճեցրեց, դդմենի, դրանից հետո ինչ տեղի ունեցավ, դդմենին հենց չորացավ, սկսեց լացել, ես ինչա, հիմա էլ ես ոնց է լինելու, ասեց լսի, որ դու ոչինչ չես արել, այդ դդմենու համար, չորացել է ու դարդ ես անում, բա մի ազգ է կոտորվում, բա ոնց չէ ես անհանգստանամ, որ քո նմանին ուղարկում եմ, գիտես, այսինքն մենք փաստորեն անկախ մեր վատ բնավորություններից լավ էլ կարան գործիք լինենք Աստծո ձեռքին,
Ես տեսնում եմ Հովնանի հնազանդությունը դա միշտ հաղթանակում էր, անկախ իրան ներսի անհամաձայնություններին, տենց է թե չէ։ Երբեմն հովիվը բանը հանձնարարում, ասում է, չէ, չեմ գնա, տնաշենը ժամանակ է գտել, չի ասում, որ ես ինչ պահին ինձ հատուկ հանդիպումներ կան։ Բայց գիտես, եթե մի բան ասվում է, ուրեմն այդտեղ մի 10-15 րոպեանոց պրառիվ կա, մաքուր հայերենով ասեմ, որ դու կունենաս ու այդ գործը կանես ու իրականում այդ ամեն ինչը իդեալական կլինի։ Ու երբ որ անում ես անկախ այդ հանդիպան, լավ կամ վատ ավարտից, ինչ լավ կարևոր թղթերը ստորագրել, ֆինանսական մեծ առավելություն, բայց այդ 10 րոպեանոց հնազանդությունը քո ամբողջ կյանքի բնույթը փոխում է։ Ամեն։ Ես ուզում եմ իրար հետ, եթե ունես դու Աստվածաշունչին, ուզում եմ բացես Ղևտացիս 21-րդ գլխի 16-23 համարն ենք իրար հետ կարդալու եւ դրանից հետո ես վերնագիրը ամենավերջում եմ ասելու այսօր։ Միակ իմ քարոզն է, որ վերնագիրը վերջում է գրված։ Հետո վերջում կասեմ։ Ամեն։ Տեսնենք Մովսես Ահարոնին ինչ է ասում։ Մենք խոսալու ենք անձի ներքին որոշակի բաների մասին, որ Տերը խիստ պատվիրում ու պահանջում է Ահարոնից։ Ահարոնն ով էր։ Աստծո քահանա, չէ՞։ Այսինքն նույնպես ինչպես որ Մովսեսն էր, Աստծո բերան, նույնպես Ահարոնը քահանայություն էր անում եւ առհասարակ քահանայի գործը Աստծո խոսքը փոխանցելն է։ Հիմա մենք քահանայության կոչման մեջ ենք։ Ամեն։ Ուրեմն տեսեք ինչ ասում։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ ասելով. Խոսիր Ահարոնի հետ, մեր Ահարոնի հետ չէ։ Չնայած իր կոչումն էլ է։ Եվ ասա. Քո սերնդից երբ իրանց ազգերի մեջ ով որ իր վրա արատ ունենա, թող չմոտենա իր Աստծո հացը մատուցանելու։ Մենք գիտենք, որ Աստծո հացը որն է, Աստծո խոսքը, չէ՞։ Իհարկե, այս պատմության մեջ լրիվ քահանայական տեսանկյունից է խոսում, բայց այստեղ գիտեք, այնքան ուժեղ հոգևոր բաներ կան, որ մեր անձերին է վերաբերվում։ Եվ շարունակում է, որովհետև արատ ունեցող ոչ մի մարդ չպիտի մոտենա ու շարունակում է կույրը, կաղը, դեմքի թերություն ունեցողը, ականջատը, ոտքը կոտրած կամ ձեռքը կոտրած մարդը, կամ կուզ, կամ գաճաճ, աչք հատ ընկած, քոսոտ մաշկային հիվանդություն ունեցող կամ ամորձիները ջարդված մարդը։ Ահարոնը քահանայի սերունդից արատ ունեցող որևէ մարդ չպիտի մոտենա Տիրոջ զոհեր մատուցելու, նա արատավոր է, չմոտենա իր Աստծո հացը մատուցելու, նա կարող է ուտել իր Աստծո հացը ամենասուրբ բաներ և սուրբ բաներ, միայն վարագույրին մոտ չմտնի և զոհասեղանին չմոտենա, որովհետև արատ ունի, և իմ սրբությունները չպետք է պղծի, քանզի ես եմ Տերը, որ սրբագործում եմ նրանց։ Տեսեք, թվարկեց տեսակներ, ես մի բան եմ ուզում քեզ խնդրեմ, երբեք դու չկենտրոնանաս հիմա, եթե նույնիսկ կան քո կյանքի մեջ ինչ-որ արատություն, տեսողության հետ կապված, ստեղ լրիվ խոսքը վերաբերվում է հոգևոր իմաստին, սիրելիներս, ես կասեի բնավորության, որովհետև հենց այս խոսքերն են, որ մեր կյանքում կան ու միշտ իրանք խանգարում են մեզ։ Ես հետաքրքիր առանձնացրել եմ ու Տիրոջից հայտնությունով
Այսօր ձեր հետ կիսվելու եմ։ Կույրի մասին եմ հիմա խոսում։ Կույրը ով է։ Մենք տեսնում ենք կույր են մարդն, ով որ չի տեսնում, բայց հոգևոր կյանքում կույրը ով է։ Նա որ չի տեսնում առաջը, նա որ չի տեսնում տեսիլք, նա որ չի շարժվում հովվի տեսիլքի ուղղությամբ։ Հիմա դու տեսնում ես, որ քո չտեսնելը ու հոգևոր չտեսնելու մեջ համարյա զուգահեռություն կան։ Բայց եթե դու գիտես ինչքան ֆիզիկապես կույրեր գիտեմ, որ իրանք հոգիու մեջ այնքան ուժեղ տեսողություն ունեն։ Ես այս վերջերս եմ հիշում, որ Երևանում կան լալեր, համր, որ իրանք խուլ համր են։ Գիտես, ասում եմ, մեկի համար իրանք սկսեցին աղոթել, ու նա սկսեց լսել։ Ու ինքը արդեն լսում էր։ Գիտես, երկար տարիներ այդ մարդը ծնվել է խուլ։ Այդ մարդը չի լսել երբեք ձայներ։ Բայց երբ որ եկեղեցու իր նման մարդիկ սկսում են իր համար կոնկրետ աղոթել, ու իրանց ներկայացուցիչը սկսում է լսել։ Ասում եմ, մի որոշ ժամանակ ինքը ասեց. «Տեր, ես նորից ուզում եմ հինը լինեմ, որովհետև ինձ համար արդեն սովոր է այնպես, այլ ոչ թե ես ոնց որ սովորական լսում են բոլոր հազարավոր մարդիկ»։ Գիտես, սա նա է նշանակում, որ մարդը ինչի մեջ սովորում է, դրա մեջ էլ կարողանում է ինքը առաջնորդվել։ Հիմա գիտես հարցը ինչու՞մն է կայանում, սիրելի եկեղեցի, որ մարդը պետք է ունենա տեսողություն հոգևոր առումով։ Ստեղ անմիջապես խոսքը գիտեք ինչ ասում է, թող այդպիսի մարդը չմոտենա զոհ մատուցանելու։ Երբ որ մարդը կուրության մեջ է, ինչ ասեց Հիսուսը, կույրը կույրին չի կարող առաջնորդել, երկուսն էլ փոսը կընկնեն։ Այսինքն սա առաջնորդության մասին է, որ մարդը երբ որ տեսողություն չունի հոգևոր, ինքը պետք է հոգևոր տեսողություն ունենա։ Գա վերադառնա այն տեսիլքին, գա վերադառնա այն հոգևոր տեսողությանը, որը որ Աստված տալիս է։ Իսկ գիտես, անապատում շարժվել ինչքան դժվար է, բայց Իսրայելի ժողովրդին Աստված առաջնորդում էր։ Չկա մեկը քո կյանքում, ստեղ որևէ մեկը, որ կասի իմ կյանքում Աստված չի հայտնվել ու ինձ ճանապարհ չի ցույց տվել, որ ես դուրս գամ այս դժվարությունից։ Այսինքն սա վկայություն է եւ վկայում այն ամենի մասին, որ միշտ Աստված յուրաքանչյուր հավատացյալ թե անհավատ մարդուն ցույց է տալիս կյանքի ելքի ճանապարհները։ Այս սա է բերում նրան, որ մենք հետո կայնում ենք մի հարցի շուրջ, ասում ենք, բա հիմա ոնց ենք անելու, քո միակ ոնց անելու պատճառը վերադառնալ Տիրոջը, որպեսզի Աստված քո աչքերը բժշկի, հայտնության մեջ ասում է դեղ դիր աչքերիդ, որպեսզի տեսնես։ Գիտեք խի էր ասում է, որ պիտի տեսնես։ Ես եղել եմ Եփեսոսի եկեղեցում, այդտեղ այդ պատմամշակութային տեղերում, ուտեղ փաստորեն մի գաղտնիք կար։ Անտիոքի եկեղեցում ոչ այդքան հեռու հեռավորության վրա քույր եկեղեցին գտնվում էր դժվարության մեջ, բայց այդ եկեղեցին իրանք բոլորը դեղագործ էին, լավ գումարներ ունեին, լավ ֆինանսներ էին աշխատում, երկու տեղում էլ նույն հավատացյալ ժողովուրդը քրիստոնյա, բայց ոչ մի ուշադրություն չէին դարձնում այն եկեղեցուն, որ դժվարության մեջ էր, եւ հայտնության մեջ Հովհաննես Առաքյալը տեսնում է եւ ասում է դեղ դիր, որպեսզի դու տեսնես։ Սա խոսքը վերաբերվում է այն քույր եղբայրներին, ովքեր որ իր ֆինանսականը, իր ամեն բիզնեսը ծաղկում է ու չի նկատում։ Սա տեսողության հարց է, չէ՞։ Ինչա կատարվում։ Դրա համար սիրելիներս մենք պետք է վերադառնանք մեր հոգևոր տեսողությանը։ Մենք պետք է հասկանանք, որ արդյոք իրոք մենք ինչ որ տեսնում ենք, ճիշտ ենք տեսնում, որովհետև տեսողության այնքան տարբեր տեսակներ կան։ Հիշում եք Հիսուսը, որ մեկի աշկերին կպավ, բացվեց, ասեց. «Ինչ ես տեսնում», ասեց մարդկանց ծառերի պես, սա սխալ տեսիլք էր, չէ՞։ Երկրորդ անգամ կպավ, ասեց.
տեսնում եմ մարդկանց պես, այսինքն միջև ինքը չհամոզվեր, ինքը կոնկրետ ինչ է տեսնում, նրա աչքերին այնքան կկպներ, որ միջև ռակուրսը բերեր ճիշտ ուղղությամբ։ Ու այսօր էլ Աստված նույնպես ուզում է իմ ու քո տեսողությունը հոգևոր կուրությունից բերի ճշմարիտ տեսողության, որովհետև գիտեք, արծիվը 2 կիլոմետրից իր որսը տեսնում է։ Նրա աչքի զումը շատ ուժեղ է։ Նույնպես էլ Աստված ուզում է, որ հոգևորի տեսողությունը ուժեղացնի։ Եթե մենք այդ հոգևոր տեսողությունը չունենանք, մենք չենք կարող Աստծո հացը մատուցել, մենք չենք կարող Աստծո գործը շարունակենք, այդ բնավորությունները քեզ միշտ բսկտելու են, միշտ հաղթանակելու են, որպեսզի դու դա չանես։ Ամեն։ Եբրայեցիս 12:13 Այն առաջինը, որ ես խոսեցի, նա Ղուկաս 6:39-ի մեջ էր եւ կարդամ այդ տեղը եւ նրանց մի առակ էլ ասեց. միթե կարող է քույրը քույրին առաջնորդել, չէ որ երկուսն էլ փոսը կընկնեն։ Եվ երկրորդ համարը, եւ ձեր ոտքերի համար ուղիղ ճանապարհներ շինեք, որպեսի կաղը չգլորվի, այլ մանավանդ բժշկվի։ Երկրորդ բանը կաղը անընդհատ ծառայության մեջ թերանում է, ծառայությունը միշտ տուժում է, կաղը ծառայության մեջ բեռ է եկեղեցու համար։ Ինչ հանձնարարում ես, կաղը, միշտ կաղում է։ Ես ես որ քարոզում եմ, դու կարաս սրա ենթատեքստի տակ քո խոսքը դնես ու ավելի համով, հավեսով, մի ասենց բուրմունք ավելացնես, հետո մարդկանց փոխանցես, ամեն։ Ես իմ խոսքը չի, ես երկնքից է։ Կաղի բնավորությունը միշտ առհասարակ, երբ որ վստահում ես մեկին մի ծառայություն, ինքը սկսում է կաղալով անել։ Ինչ ես կարծում, Աստծո գործը արժեք ունի կաղալու։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում Եսայի մարգարեի բերանով, նա որ Աստծո գործը ծուլությամբ, թերությամբ, այսինքն կաղալով, չէ, կա, չէ այդ միտքը տեղ։ Նա ինչ լինի, անիծյալ լինի։ Ուրեմն սիրելիներս, եկեք ինչ որ անում ենք, անենք սիրով, հոժարությամբ եւ խանդավառությամբ, որովհետեւ այս խանդավառությունը գիտես ինչքան օգնում է քեզ, որ դու կարողանաս ինչ որ անում ես, գիտես չես անում հովիվ սևակի համար, չես անում, չգիտեմ որևէ մի եղբոր համար, թեկուզ եւ այս ամեն ինչը անում ենք մենք մեզ համար։ Բայց այս ամենի մեջ վերջում Աստված է փառավորվելու։ Իսկ դրա մեջ մենք մասն ու բաժին ունենք։ Կա մեկը որ կասի ամեն, թե դու համաձայն ես ինձ հետ։ Ուրեմն սիրելիներս միշտ կաղը հիշեք, դա այն մարդն է լինելու։ Ես ասում եմ, դու քեզ տես թե որտեղ ես։ Ես մի քանի բաներ եմ առանձնացրել ու իմ հայտնություններն եմ դրել ու ես հավատում եմ, որ այսօրվա այս խոսքից հետո դու ինչ որ բան քեզ կբռնացնես քո մեջ ու աշխատի դա քո մեջ վերացնես, որովհետև նպատակը նա չի, որ ինչ որ մեկին ինչ որ սենց ցածրացնես, ինչ որ նսեմացնես, բար քավլիցի, նպատակը դա չի, Աստծո նպատակն է, որպեսզի մենք ինչ անենք, թարմանանք, ուժեղանանք, այլևս չկաղենք, եթե մեզ բան է վստահված, շատ ճիշտ գրիչ ժամանակի մեջ կատարենք, Կիկոսի մահը չդառնա, մի հատ ջրի գնաց ու ինչ տեսանք, ու ինչ պատմության, չէ, Կիկոսի մահը հայ ազգից որևէ մեկին ասես ու նա չիմանա, ուրեմն իրականում ամոթ է մեզ։ Գնաց, ունեցավ ճանապարհին, սկսեց մտածել, բա որ ես ամուսնանամ, գնամ երեխուս ուղարկեմ ու վերջը, գիտես, ինչ, այ կաղի, ասեմ, կաղի բնույթը այդ է։ Ու ինքը միջևեր չի կարողանում իր գործը հասցնել իր նպատակին։ Միշտ ինքը կաղում է։ Բայց ուզում եմ նորից շեշտադրեմ։
Աստված Մովսեսի միջոցով ասեց ասա Հարոնին, որ այս տեսակ մարդը չի կարող Աստծո զոհասեղանին մոտենալ, Աստծո հացը մատուցանել։ Դրա համար սիրելիներս ամեն մեկին տրված Աստծո խոսքը տարածելու։ Բայց եթե կան քո կյանքում, իմ կյանքում բնավորության գծեր, սրանք մեզ խանգարելու են։ Եկեք այս բնավորության տակ թեթև, որ դու ո Աստված ես տենում, պատ 4 կնուց արեք, հետո մենք ուդալիտ ենք անելու, համաձայն ես, ու դրանից հետո սկսելու է քո պայքարը դեպի դրան։ Կոտրած քիթ, մեր բառերով ասած, քթածակ չունի։ Ես հովիվ եմ սիրելիներս, գիտես որ ծառայողից եմ շատ գոհ ուրախ, որ այն ծառայողը երբեք ինձ չի ասում հովիվ ես ինչ անեմ, ինքը տեսնում է, ինքը նկատում է, ինքը հասկանում է, որ սա թերություն է, ուրեմն պիտի վերանա։ Հով ինչ պիտի անեի, ասում է այս բաները, մի 20 րոպեից հետո էլի նորից մոտենում է, հովիվ ինչ պիտի անեի, հովիվն ասում է, էլ ոչ մի բան։ Դուք քանի ծիծաղում եք, ես մի հատ ջուր խմեմ։ Կներեք, չէ, որ իմ բառերով եմ գրել, որ ավելի համով լինի, ավելի տպավորիչ, որովհետև իսկապես այս քթածակ բառը, որ ասում ենք, իսկապես եկեղեցիներում դա շատ քիչ պակասում է, շատ մեծ տենդենց է կազմում։ Գիտես, բոլորն էլ սիրում են գան, առաջին տեղերը նստեն, Քավլիցի, ես դեմ չեմ, եկեք, ես կգնամ վերջը, խնդիր չունեմ, բայց հարցը գիտես որն է, որ տեսնես մտար դահլիճ, դու տեսնես ինչ կարելի անել, որպեսզի երբ որ հովիվը գա կամ ինչ որ մի հյուր գա, տեսնե ամեն բան լավ է։ Մենք մի հատ նոր ընտանիք ունենք, որ մեր եկեղեցին են ուզում գան, իրանք մտնում են եկեղեցի, ծառայությունը դեռ չսկսած, մեր Կարենի հետ զրուցում են, Կարենը սենց բերանից թույլ բաց է թողնում, որ այս բանն էլ դրեցինք, չաշխատեց բան, ու իրան ոչ ոք ոչինչ չի ասել, ասում է դեռ խոսքը կիսատ բերանին էր, մեկ էլ ձեռները թափ տված եկավ, ավարտեցի, սա ինչ է, սա ես մարդուն ասել պետք չի, ինքը հասկանում է, գիտես ենքամ լավն է, որ եկեղեցին ամեն մեկ իր տեղը գիտի, իր կոչումը գիտի, իր ծառայությունը գիտի, և ոչ թե անընդհատ, գիտես ասեմ, եթե ուզում եք ձեր հովիվին շարքից անեք, եղեք անտարբեր, չնայած ես ինչ գաղտնիք եմ բացում, հիմա էլ նստելու եմ, որպեսզի հովիվ շուտ անեն արագից։ Ինչ պիտի անեմ, գիտես այն հովիվը երջանիկ է, երբ որ իր շուրջը հավաքված են այնպիսի մարդիկ, ովքեր տեսնում են, ովքեր քթածակ ունեն, սենց կոպիտ եմ ասում, բայց սա է իրականությունը մեր իրականության մեջ։ Այն մարդը, որ գալիս է, ես ինչ պիտի անեմ, ես էլ հովիվ եմ գիտեմ, ես հոգնում եմ դրանից։ Ու ես էլ աշխատում եմ իմ չափերի մեջ էլ ես այնպես անեմ, որ որևէ մեկը իմ ծառայությունից չհոգնի ու իմ մատուցած ծառայությունից սենց ձեռը թափ չտա ու գնա այդ եկեղեցուց։ Ամեն բան անում ենք ու փառքաստու այս վերջի ժամանակներում մեր հետ շատ վատ բաներ տեղի ունեցավ, գալուց առաջ մենք մի հատ քույրիկի ենք երկինք ուղարկել, բայց դրանից առաջ հովիվ սևակը չեմ ուզում բարձրաձայնեմ, շատ սարսափելի բան, մենք մտածում ենք եկեղեցին մեծ ստրես ու դժվարություն կանցնի, թեկուզ եւ կնոջս հետ մենք անցանք այդ ստրեսն ու հայտնվեմ, որ ասում եմ դժվարությունը, բայց հետաքրքիրը գիտեք որն էր, որ Աստված հրաշագործ Աստված է։ Մենք մտածենք գայթակղություններ կգան, մենք չէինք պատճառը, պարզապես մեր ծառայողներից
մեկի երեխան վատ բաներ արել ու տենց իր կյանքը ընդհատեց, ամենայն դեպս կմտածենք ավելի վատ բաներ կարող է մեր հասցեն խոսան, բայց փառք Աստծո ոչ եկեղեցու հասցեն, ոչ մեր մասին վատ բան չխոսեց, ավելին ասեմ, եկեղեցին հիմա աթոռների պակաս ազգում։ Եկեղեցին գնալով ուժեղանում է, եկեղեցին գնալով, այսինքն դու հասկանում ես, որ երբ որ դու ճիշտ դիրքում ես, երբ որ դու անում ես մի բան, որը որ Աստված է ուզում անի, անկախ եղելությունների, իրադարձությունների, առավել ևս որ քո մասնակցությունը տեղ չկա էլ, բայց համենայն դեպս դու Աստծո առաջ կանգնում ես ու եւ Աստված քո կողքը կանգնում է եւ եկեղեցին գրված է օրեցօր, ժամ առ ժամ, վայրկյան առ վայրկյան աճում է։ Ամեն։ Ուրեմն սա էլ կոտրված քիթներ։ Կտրված ականջ։ Լսողության մեջ թերի է։ Հարցնում է, բայց պատասխանը չի լսում մինչև վերջ։ Ու ինքը միշտ տապում է, ինչպես խանգարում են իրեն, որ մինչև վերջ լսի։ Ու այս մարդն ամեն ինչի մասին գիտի, բայց ոչինչ չգիտի։ Քիչա չի լսում։ Դիմացինի խոսացածն էլ ընդհատում է իբր գիտի, ինչ ա ուզում ասի, ասում ես, հլը մի րոպե սպասի, չէ, ես այդ չեմ ասում, ես լրիվ ուրիշ բան եմ ասում։ Ասում է, չէ, դու հիմա էլ քեզ ուզում անդհատի, գուշակություն անի, ասի, սրա մասին էր ասում, ասում ես, չէ, էլի դրա մասին չէ, ընդհանրապես ես ուրիշ բանի մասին եմ ասում։ Լսի, երբ որ խոսվում է, Աստծո խոսքն ասում է, արագ եղեք լսելուն, ծանր խոսալու մեջ։ Այնքան կարևոր է սիրելի եկեղեցու ծառայող անդամ, եղբայրներ, քույրեր ջան, որ մենք կարողանանք ծանր լսելու մեջ լինենք եւ արագ լսելու մեջ լինենք, ծանր խոսելու, այսինքն միշտ ապիր հիմարության զոհը, ինչպես առակացի մեջ ասում, զոհերը մատուցանելու, որովհետեւ մենք սկզբում սկսում ենք հիմարություններ դուրս տալ։ Դրա համար առակացի խոսքը մեջ ասում է, միշտ ապիր հիմարության զոհերը մատուցել։ Հիմարության զոհերը որոնք են։ Հիմարության խոսքեր արտահայտելու։ Եկեղեցի գալիս են ոչ թե եկեղեցու մի լավ բանի մասին խոսալ, գիտես ինչքան մարդ է ինձ մոտեցել, ասում է, հույվ ջան, ես զարմանում եմ այս ժողովրդի վրա, ասում եմ, ինչ ա եղել։ Ասում է, մարդիկ գալիս են եկեղեցու, միջև ծառայությունը սկսելը, պիտի պատմեն, չէ, Աստված ինչ էր աշկներ արել այդ շաբաթվա մեջ իրանց կյանքում, բայց ոչ մեկի բերանից չես լսի մի հատ Աստծու արած գործի մասին խոսել։ Միշտ խոսում են անիմաստ բաներ, անհեթեթություն, որի մեջ նյութ չկա, լսելու բան չկա, բայց ավելի շատ խորացած ենք, քիչա դու լսում ես, փոխանցում ես եւ այսպես վարակը շարունակվում է։ Մեր հովիվ Արտուր Սիմոնյանը մի լավ խոսք ասում է, հիմիկվա երիտասարդներից որևէ մեկին ասես, ով է ամբակում մարգարեն, կարող շատերը ծիծաղում են, ամբակում, այդ բառից, բայց չգիտեն, որ դա իրականում Աստծո օծյալ է, մարգարե է։ Բայց գիտես, այնքան լավ գիտեն, ինչ է կատարվում այսօրվա աշխարհի մեջ, ինչ նորաձևություն է մտե, շրթունքներ են մեծացնում, փոքրացնում, դեմք են փոխում, դուք մտածում եք դա լավ է, չէ, մի օր քեզանից մեծ գումար կվերցնի, կգնա ամբողջությամբ կփոխվել, այդ մարդին չես ճանաչի, այդ էր դրա առավելությունը։ Բայց դու գեղեցիկ ես, երբ որ Աստված քեզ ստեղծել է քո պատկերով ու քո ձևով ու հետո նա ոնց ուզեցել այդ դեմքը քեզ փոխանցի։ Ես այնքան լավ եմ իմ ես տեսքի մեջ, փոխելու բացարձակ բան չկա։ Լավ է, փառք Տիրոջը, դու էլ ես ոչինչ։ Դուք լրիվդ լավն եք, հրաշք եք, որովհետև Աստծո ձեռքի
կնիքը կա։ Գիտեք, մի ժամանակ կար, որ թագավորները իրանց ձեռք ինչ-որ մի բան էին անում ու սեղմում, դա իրանց մատնահետքն էր։ Գիտես, որ երկրագունդն էլ այդ նույն Հիսուս Քրիստոսի մատնահետքի պեչատն է, այդ կնիկն է դաջված։ Ու ես ու դու դրա պատկերն ունենք, սիրելի եկեղեցի։ Ուրեմն արագ լինենք լսելու մեջ, ծանր խոսալու մեջ։ 5-րդը ուզիկը, սապատավորը, սենց կռացած, դուք արդեն պատկերացնում եք, չէ՞ ով է, բեռնավորված, հոգնած, աշխարհի հոգսը վերցրած, ով ինչից խոսում է ինքն իր պրոբլեմներից է խոսում, ով ինչի մասին պատմում, ասում է դու ինչ գիտես իմ հետ ինչ է, լավ ինչ է քո հետ կատարվում, որ իմանում ես, ախր մեջը բան է չկա, հարևանն իրան այդ օրը չի բարև է, դրա խաթեր, դրա պատճառով ինքը դառել է մի հատ, չգիտեմ, սարսափելի տեսքի մեջ ու դա այն ծառայողն է, որ իր ընտանեկան բացի այդ իմ ասածը, որ իր ընտանեկան հոգսերը բերում է ծառայության մեջ, բեռնավորված, կուզը վերցրած, հոգսի տակ մտնում է եկեղեցի։ Սիրելիս, ես քեզ մի հատ խորհուրդ տամ, երբեք քո հոգսը եկեղեցի մի բեր։ Այդտեղ կալիտկա կա, չէ, որ մտնում ես, այդտեղ թող ու արի նոր մարդ, ստեղ Աստված քեզ նորոգելու է։ Աստված այդ օրվա հովվի, քարոզիչի, պատգամախոսի բերանով այնպիսի բաներ կասի, որ դու բժշկված կգնաս։ Համամիտ ես։ Դու մի բան ստանում ես, ինչ որ խոսում եմ։ Կա տես մարդ, որ չի հասկանում ես ինչ եմ խոսում։ Չէ, բոլորդ էլ հասկանում եք։ Վերջում հարց ենք տալու ես ձեզ։ Ուրեմն երբեք հոգսը մի բերեք, սիրելիներս։ Հիսուսն ասեց, եկեք ինձի բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, ես ձեզ ինչ տամ։ Հանգիստ եւ խաղաղություն։ Տեսնում ես, այս խոսքերի մեջ փոխանակում է նկատվում։ Դու քոնը տալիս ես, այդ որ սենց ասում ես գրուզը, այդ ծանրությունը, որ ճկռում ես, լսի 8 տոննա երկա չեն։ Աստված մեր կարողությունից ավել մեզ բեռներ չի տալիս։ Ծանրություն մի տա, մի բարդացրու իրավիճակը, ես սա եմ ուզում ասեմ։ Հովսեվակ, գիտես անցած կիրակի, կամ ես վերջի 2 ամիսը, գիտես խի չեմ եկի, ասում ես խի, չգիտեմ, չի ասել ինձ, պարզապես օրինակ եմ բերում։ Մի ինձ անհետ համեմատություն անում իրան արդարացնելու համար, խիղճ հովիվն էլ, չգիտեմ, զապտնուց միջև սևերա գալիս, չի կարող հասկանա, թե այդ ինչ ասեց, որ կարողանա ինչ-որ միտեղ ծածկել։ Ու իրականում մենք տենց շատ հարցերի առաջ կանգնում ենք։ Նենց բաներ են, պատճառներ են բերում, որ ասենք դա պատճառ չի եկեղեցի չգալու։ Պարզապես չի ուզում ասի, որ սատանան ինձ խաբել է, համոզել է, ու այդ համոզման ճանապարհին է։ Եվ նա ուզում է կտրի քեզ եկեղեցուց է։ Որոշ ժամանակ հետո դու հայտնվելու ես դրսում խավարի մեջ ու այլևս Աստծո ձայնը քո ականջներին չի լսվելու։ Ուրեմն այդ բեռը վերցրու քեզանից շպրտի, որպեսզի Աստծո թեթևությունը, խաղաղությունը գա քո կյանքի վրա։ Ամեն։ Մատթեոս 11:28-30-ում ասում է. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ, եւ իմ լուծը ձեր վրա վերցրեք, ու ինձանից սովորեցեք, որովհետեւ ես հեզ եմ ու սրտով խոնար,
եւ ձեր հոգիներին հանգստություն կգտնեք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը թեթև։ Գիտես, երբ որ ես միշտ ասել եմ, մի քանի անգամ եղել է, որ ծով ափենք գնացել ծով։ Բոլորի համար ծովը հանգստություն է, չէ՞։ Ես այդտեղ հանգստություն չգտա։ Գիտես որտեղ եմ ես հանգստանում։ Այ հիմա ստեղ բեմի վրա, որ ես քարոզում եմ, այնտեղ որտեղ ծառայություն եմ անում, այնտեղ որտեղ Աստծո գործն եմ անում, ունտեղ գալիս է իմ լիարժեք լեպոտա վիճակը։ Հանգիստ, օրհնված, չեմ ասում ծովը վատ է, չէ, ես իմ պահով եմ ասում, չգիտեմ, դու կարաք, դրա համար Հիսուսն ասում է, իմ լուծը վերցրեք, որ համ քաղցր է, համ թեթև է, ինչքան լավ բաներ ասում, չէ, իսկ դու մտածում ես Աստծո գործի մեջ դժվարություններ կա, պրոբլեմներ կա, ոչ, սիրելի սատանայի սուտն է, որ նա քեզ խափի, որ դու շեղվես, ասես, դե ինչ պարտադիր է, տունն եմ էլի կարդում, հիմա ամբողջ ինտերնետը լսում են, Գոր Մեխակյանը, Սևակ Բարսեղյան, Արթուր Սիմոնյան, Սևակ Թևոսյան, Վրույժ Հովանիսյան, լիքն է, ինչքան սրտով ուզում ես քարոզիչներ ասեմ, հրաշալի քարոզիչներ, բայց գիտես ամենակարևորը, ես մի սիրում եմ լինել եկեղեցում, որ այդ քարոզիչի ներկայությամբ ես վայելեմ Աստծո քաղցր ներկայությունը։ Մենք հայերս բոլորս է խորոված սիրում ենք, չէ՞։ Կա մարդ, որ խորոված չի սիրում, անկեղծ եղեք։ Մի հոգի կա։ Լավ էլի, դա անելու հա, դրան մոտ է կայնած, կանք շուտ դուրս անենք։ Գիտես հետաքրքիրը որն է։ Կինս երբ մտնում ա տուն, ասում ա, «Ետ դու խորոված ես նայում»։ Գիտեք խի եմ նայում, որովհետև նայելով չեմ կշտանում, միջև որ այդ ծուխը քթովը չի խփում, դու չես զգում դրա մեջ, այ դա է հենց իմ ասացի նպատակը, դու պետք է լինես եկեղեցում, տաճարի մեջ, որպեսզի այդ թարմ հացը, որ գալիս է երկնքից, ինձ ու քեզ կշտացնի, ուժեղացնի ու կարողություն տա գնալ առաջ, ամեն, ամեն, փառք Տիրոջ։ Բարկացած ծառայողը։ Գիտես, որ սրա հետևում մուննաթն է։ Հորա քիչեր ես դարդերս, հա, սենց անիկդոտ կար, չէ, հարևանս էլ ավտոյ առե։ Բայց, հա, BMW սիրահարա։ Բարկացած ծառայողը, մուննաթը, բոլորը պարտական են իրան, աչ ու ձախ, մուննաթ է գալիս, գայտակղություն դառնալով, բայց ասեմ շատերի համար։ Ինչ ես կարծում, այդ տեսակ մարդուն եկեղեցում տեսնող նոր եկած եկեղեցում, այդ մարդուն կտեսնի որպես լավ օրինակ։ Սիրելիներս ես մուննաթը մեր ներսից դուրս շպրտենք, սա Աստծուն փառք պատիվ չի բերում։ Սա խանգարում է, որպեսզի մենք Քրիստոսի կատարելության աստիճանին հասնելու։ Ես հենց ոգևորվում եմ, ձայներս կտրվում, հոմ կոֆել չեմ խմել։ Ուրեմն սիրելիս, եկեք մուննաթով ոչինչ չանենք, բարկացած ոչինչ չանենք, անենք սիրով, անենք հոժարությամբ, ասում այսպիսի բաներ անողները թող չմոտենան, Աստված Մովսեսին ասում, որ փոխանցի Ահարոնին, ինչ ես կարծում, Աստված չէր կարան, ասե Ահարոն ջան, արի ստելա, քեզ ասեմ, տեսնում եք ստեղ ինչ հետաքրքիր կարգ ու կանոն Աստված պաշտպանում, ստեղ մի փոքր է սրանից շեղվեմ, եկեղեցում բոլորը տեսիլք են տենում, թե հովիվն այդ պահին ուրա, այդ էլ չգիտեմ,
բայց ոչ մի նյութ չկա, ոչ մի իմաստություն չկա, Աստված հովիվին քունա տվե, բոլորը տեսիլք են տենում, մի քանիսն էլ ավելացնում են, այ որ ինքը մեղքի մեջ չլիներ, ես տեսիլք չէի տեսնի։ Այնին չի ասում, որ ես եմ հպարտացել ու սկսել եմ ինքնակոչ տեսիլքներ տեսնել, այս կարգ ու կանոնը շատ հետաքրքիր ասում է, Աստված Մովսեսին ասեց, խոսիր Ահարոնին, որ Ահարոնն էլ կարգ ու կանոն դնի իր քահանայական կազմի մեջ, թե ինչ պիտի անի յուրաքանչյուր քահանա Աստծու հացը մոտեցնելու, մատուցելու ժողովրդին տաճարի մեջ։ Մենք գիտեք ինչքան զգուշություն պիտի անենք սիրելի եկեղեցի, որ այս կետերը մեր կյանքում չլինեն, թե չէ Աստված մեր կյանքում չի խոսի։ Աստված կլռի ու պատասխան չի լինի։ Մենք սրան ենք արժանի, իհարկե կարժանանանք, երբ որ մենք այս բնավորության գծերի վրա մենք չփոխվենք, բայց եթե մենք ամեն անգամ, գիտես, բնավորությունը մի ժամանակ վարպետները շատ արագ աթոռներ էին սարքում, դա կոչվում էր տաբուրետկա։ Ով գիտի, նստած։ Եվ ով հիշում է տեսարանը, երբ որ մեխը արդեն դուրս է եկել։ Գիտես ինչքան եմ շալվար պատռել, ինչքան յուբկայա պատռել, բայց ընդամենը մի մուրճ էր պետք գլխին խփելու։ Աստված ուզում է, որ այդ մուրճը երբեք ձեռքիցը չգցես, ամեն բարձրացրած մեխի գլուխ պետք է խփես, որպեսզի դա երբեք քո կյանքում չհայտնվի, որ քեզ չվնասի, հետո ասեն այ ախպեր դեմից են ճղում, ոչ թե հետևից, դու պատճառ չես ունենա ինչ որ ձևով արդարանալու, որովհետև իսկապես անուշադրությունը քո բերելու է, հանգեցնելու է նրան, որ դու այդ մեխի գլուխը չջարդեցիր, այդ փոքրիկ մեխը, բայց այնքան հարմար է բռնում շալվար, յուբկա, կտոր, հենց մեկ էլ տեսնում ես մի հատ ձայն եկավ, արդեն ուշ է, ասում ես պահո, դե հիմա շոր ճարի, որ փաթաթվես, այդից դուրս գաս ու ծիծաղի առարկա չդառնաս։ Ու սա կյանքի իրականությունն է, գիտես։ Մենք սենց ժեստ ենք թույլ տալի, բայց սա պիտի մենք ուշադրություն անենք, որ Աստված մեր կյանքին ուշադրություն դարձնի։ Որովհետև եթե մենք այսօր մեր խնդիրների մեջ չտանք այս լուծումները, կարող է միգուցե մի որոշ ժամանակ հետո վատ անհրադարձ ունենա։ Ամենածիծաղալուն քոսոտը։ Դա այն ծառայողն է, որ անհաշտ է բոլորի հետ, միշտ լարվածություն է առաջացնում եկեղեցում։ Արամին հետ յոլա չեմ գնում, հասկացանք, Արամը BMW ունի։ Ահարոնի հետ յոլա չեմ գնում, ինքը դե բժիշկ է։ Բալավ, ում բերեն քո կողքը կայնեցնենք, որ քո սրտին հարմար լինի, այսինքն քո սոտը յոլա չի գնում ոչ մեկի հետ, անկախ նրանից, BMW ունես, կոչում ունես, պաշտոն ունես, մեկ այնքը ոչ մեկ հետ յոլա չի գնում։ Սա Աստվածաշնչի խոսքերն են, սիրելիներս, ծիծաղում ենք, ուրախանում, բայց սա ցավալի դեպքեր են, իրականություն է, որ կան մեր կյանքում, մինչև մենք սրա գլուխը չջարդենք։ Աստված երբեք այնպես չի մոտենա, ինչպես որ պետք է մոտենա։ Սամուելը գնաց քահանային ասեց, դու ինձ կանչեցիր, ասեց չէ, կերած խմած քահանա էր։ Գիտեք չէ, որ հեղի ժամանակ, բավականին ժամանակ Աստծո մարգարեական խոսքը լռած էր, չէր խոսում։ Թեքվեց ու քնեց, նորից Սամուել, նա նորից գնաց, որովհետև երեխա էր, չգիտեր,
Երեմիան ասում է, ես պիղծ շուրթերով մարդ եմ, ասեց հենց քեզ էլ փնտրում եմ, որպիսի պիղծից արդարություն սարքեմ քեզ։ Մենք շատ անգամ մեր բնավորությունը մեզ հետ չի յոլա գնում։ Գիտեք այդ որն է։ Այդ խեղճ տան կահույքը այդ տվյալ կնոջ կամ տղամարդու ձեռքից կրակն անգ է։ Էլ չեմ ասում եկեղեցու ծառայողները։ Սայային վրա են ազդում կան, գիտես, ես լսել եմ։ Եկեղեցի են գալի ասում է, այս մարդը մի տեսակ վրիսը լինի ոնց որ մանգալուց։ Այսինքն դու ասֆալտ ես, ինքը անընդհատ քո վրով անցնում է։ Դու չես զգում, որ քո վրա ինչ-որ բան կա փոփոխվելու, ամեն թե չէ։ Այստեղ չի ճիշտ, այստեղ չի ճիշտ, լսի դու ով ես քո ճիշտը ասես կամ չասես։ Ես եկել եմ հյուր եմ, ինձ տրված սահմանների մեջ, սիրելիներս, ես քարոզում եմ, ու ցանկացած մեկը, որ գնում է մեկի տուն, ինքը սահմանված կարգի մեջ է հանդես գալի։ Ես չեմ տեսել մի հյուր գա իմ տուն, քիչ է դիվանին բազմոցին պարկի, ոտն էլ դնի սեղանի, դա նորմալ չի մեր մոտ նայվում։ Մենք այդպիսի մշակույթ չունենք, միգուցե Ամերիկայում, Եվրոպաներում դա անում են, բայց սա մեր մշակույթը չի։ Մեր մշակույթի մեջ կա մի քիչ շատ կոռեկտություն, շատ համաչափություն, բայց այս բնավորությունը միշտ մեր հետ կա, այս յոլա չգնալ, այս քոսոտ բնավորությունը։ Գիտեք, հատկապես քոսոտ ոչխարների մեջ հովիվներից եմ լսել, նրանք անընդհատ բսկտում են այն մյուս ոչխարներին, իրանց մեջ ինչ-որ մի բան անհանգիստ անում, ու նրանք, որպեսզի իբր իրա ցավը կիսի, անընդհատ այդ խեղճ ոչխարների ջանն ընկած նույնպես ինչ-որ ցավ է պատճառում։ Քո ցավը դու պիտի տանես ու ոչ մեկ դրա համար մեղավոր չի, որ անընդհատ բժտես, անընդհատ վատ խոսքեր ասես ու ոչ մեկի հետ յոլա չես գնում, այսա քո սոտի բնավորությունն է, սերներս։ Եվ ամենավերջինը 8-րդը ջան դիտորդի ծառայող դիտորդ ծառայող կամ ունկնդիր երբ տենաս ժպիտը դեմքին գիտես խի ոչ հոգսի տակ է մտնում ոչ պրոբլեմի տակ է մտնում ոչ իրա վրա ավելավերցնում ոչ էլ պատասխանատվություն միշտ ինքը կատարյալ է բոլորը անկատարյալ են ու գիտեք գեղեցիկ հագնված դժվար է մի հատ գյուղից եկած մարդ իրա կողքը կին կամ տղամարդ նստի մի փոքր դե ճանապարհ անցե մենք բոլորս է սիրում ենք օծանվենք այդ մարդը օծանելիքն էլ լրիվ ուրիշ բուրմունք է գիտես ինչ տեսք ընդունում սենց մենք մոռանում ենք մեր Տեր Հիսուսը փրկիչը որտեղ ծնվեց իրա համար կոմֆորտ էր իրա համար գիտես ինչքան սովորական էր հարբեցողին հետ նստի նա երբեք չէր ալարում ասում էր ոչինչ ես 5-10 րոպե իր այդ ժամանակ անցկացնեմ բայց ում հետ ժամանակ էր անցկացնում գրված Աստծո խոսքը երբ որ Հիսուսը գնում էր բազմությունը գալիս էր քո հետևից բազմություն է գալիս բազմություն չի գալիս դու պիտի լինես Հիսուսի նման օրինակ բայց դու չնաշխարհիկ ես ամենաբարձրալի կոչման տակ ես այդ կոչումն ես վերցրել բայց մնացածը քո կյանքում չի գործում կա մեկը որ կասի ամեն ասանենց բաներ ես ասում էլ ամեն մնաց է ասելու ուրեմն սիրելիս դիտորդ մի եղեք արի տես մտի տես այնքան կետեր կան որ շատ նույնացված են իրար հետ կույրի հետ կապված տեսողության հետ կապված քթի հետ կապված
մտնում ես դու դի հասկանաս այդ օրը ինչ կարաս անես, որ Աստված փառավորվի։ Մի մտածի, ես ասում եմ ժողովուրդ, մի արեք ինձ համար, որ ես տեսնեմ, դուք կհոգնեք։ Իրականում, եթե դու ուզում ես, որ հովիվը տեսնի, հովիվի աչքերը բացող փագող Աստված է։ 100% եմ ասում։ Եթե նկատեք ձեր հովիվը, վերջի 5 ամսում քո արած ոչ մի բանը չի նկատել, ուրեմն դու ես իր աչքը փագե։ Քո վարմունքով, այև որ ասես Տեր, ես ինչ որ անում եմ, տենում ես, չես, մի հատ մեղը խփում ես։ Տեր, դու տեսնում ես, ասում հա լավ ես անում, ստեղ ավելի սիրուն կլինի, խփում ես, մեկ է հովիվը գալիս ասում, «Էսով այս մեղը ստեղ խփե, էսի ճիշտ մեղ է խփած»։ Մի հատ փոքր մեղ։ Իսկ դու մտածում ես, որ այս շկաֆը ստեից հանեմ, տանեմ ընդեղից բերեմ, ստե ես չգիտեմ ինչ, մի հատ վերտալյոտի այրոպորտ ես սարքեմ եւ հովիվը գալիս ասում ես ինչի նման, ես ինչ է կարի, ով ա ձեզ թույլ տվե։ Աստված Մովսեսին ասեց. Ես փարավոնի սիրտը կկուրացնեմ մի նպատակի պատճառով, որ Իսրայելի ժողովուրդը տեսնի Աստծո հրաշքը։ Այսօր եթե մի բան իրականում չի գնում այնպես ինչպես որ պետք է գնա, ուրեմն մենք ենք պատճառը։ Եկեք տեղերով փոխենք։ Տեր, սա քեզ դուր է գալի։ Ես գիտեմ, եթե քեզ դուր գա, հովիվին էլ է դուր գալու։ Ու կտեսնես, որ քո հովիվը այդ 5 ամսվա մեջ ահագին փոխվել է, սկսել է նկատել քեզ։ Էլ դու դիրտորթի կարգավիճակում չես, նորմալ շորեր ես հագել ու գալիս ես քո կողքը ցանկացած մարդ կարա նստի, վեկենա ու ոչ մեկի հետ դու խնդիր չես ունենում։ Ու ինչի մեջ եկեղեցին ա դու նույնպես դրա մեջ ես։ Ես նույնիսկ մարդիկ գիտեմ, ասում են, ես հովիվից էլ շատ բան գիտեմ։ Ով ասում որ չգիտես։ Ես դեմ չեմ։ Բայց հարցը Աստված քո սիրտը հավանում է, թե չէ։ Բայց հովիվի սիրտը հավանում է, որովհետև նա միշտ այնտեղ է, որտեղ որ Աստծո գործն է։ Եվ 3 պատճառ կա, որ մենք պարտավոր ենք լինել եկեղեցում։ Մայրը հովիվ տղային ասում է, տղա ջան, արթնացիր։ Ասում է, մամ, ինչի համար, ասում է, տղա ջան, այսօր կիրակի է։ Ասում է, բա երկրորդը որն ասում է, որը կլինի։ Չասում է, որ դու պետք է այսօր քարոզես։ Ասում է, բա երրորդ պատճառը, ասում է, դու ես այդ եկեղեցու հովիվը։ Հիմա եկեք ես փոխենք ուրիշ ուղղությամբ։ Դու պարտավոր ես գաս եկեղեցու, որովհետև դու փրկության կարիք ունես։ Դու պարտավոր ես գաս եկեղեցի, որովհետև Աստված քեզ համար դռներ է բացում օրհնության։ Եվ երրորդ պատճառը մեկտեղ ժողովելը չպետք է թողնես։ Ինչքան որ կտեսնես վերջի ժամանակների, այս դժվարությունների ու մենք տեսնում ենք, բայց փառք Աստծուն, որ Աստված գիտի դժվարության մեջ յուրաքանչյուրիս պահել։ Ասա, որ քո կյանքի մեջ դժվարություններ երբ որ լինում են, Աստված անտարբեր է լինում, չկա տենց բան։ Թեկուզ եւ դու արժանացել ես, բայց Աստված երբեք այնպիսի պայմանագիր ունի քո հետ, իմ հետ, որ Հիսուսն ասեց, միչև աշխարհի վերջը ես ձեզ հետ եմ։ Փառք Տիրոջը։